մեծն Վիկտոր Համբարձումյանին, որ ինքը լեկցիաների ժամանակ մեծ լեկցիա էր կարդում գիտության փիլիսոփայական խնդիրները։ Կարդում էր աներևակայելի հայերենով, ճշգրիտ։ Ասել էր դրա նախորդ անգամը, որ ես եմ վերցնում իմ բոլոր ասպիրանտների հայերեն քննությունը։ Դե մենք ինձ հարմաց անգամ աստրոֆիզիկայի հայրն է, էլի այս ժամանակաշրջանի։ Հիմա այս մարդն ինչ կապ ունի հայերենով քննություն վերցնելու հետ, էլի։ Ասի մենք ճիշտն ասեմ մի քիչ բան մեր համար մի քիչ տարօրինակ հնչեց, որ դուք վերցնեք 1.56 ասած երիտասարդ լեզուն ճանաչողության եղանակ է, ապագայի գիտնականներին հայերեն մտածողությունն է պետք լինելու, որպեսզի նոր ճեղքումներ կատարեն։ Իբարս թեկուզ մարդկությանի, բայց այդ մինչև այսօր սենց զնգում է, էլի ականջից, որ դա եթե դու հայերենին չես տիրապետում, քո մտածողությունը մյուսների նման լինելու է այդ անգլերենի շրջանակներում, այդ գոյություն ունեցող չինարենի շրջանակներում, առավել տարածված լեզուների շրջանակներում, իսպաներենի շրջանակներում, բայց ճեղքումները ով է անելու։ Ճեղքումները անելու է նա, ով այլ մտածողության տեսանկյունից կարող է դիտարկել խնդիրները, այլ լեզվա մտածողության։ Թումանյանը դե իհարկե ինքը էպիկական հանճար է, այդ ուժը ոչ մեկը չունի մեր պոետներից, այդ ներողություն եմ խնդրում Իսահակյանից, նա մեծն պոետ է եւ Աբուլ Ալա Մահարի համար բոլորը գլուխ խոնար են, որտեղ դա վերցրել է եւ դարձրել է այն ինչը որ պետքա նայես ու ներքևից վերև միշտ նայեն։ Հա էլի դու պիտի հասկանաս, բայց երբ որ Թումանյանը մտնում է այդ որ ասում է գիշերը լուսնի երկչոտ շողերը հենց որ մտնում են այն խոր ձորերը, ալիքների հետ խաղում դողալով, անհայտ ու մռայլ մի կյանքի գալով, ոգի առնում ամեն բան այնտեղ, շնչում է, ապրում եւ մութ եւ ահեղ։ Աներևակ ոնց է գրել, ոնց է որտեղ դու այդ վիբրացիան զգում ես այդտեղ լուսնի շողերը, մտան, ձորերը, ալիքները, որոնք տատանվում են այդ շողերի հետ, ինքը 100%-ով չգիտի, որ ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթության մեջ լուսինը հովանավորում է ջրերը։ Ինքը հնարավոր է չգիտի, մեղմ եմ մի քիչ ավելի խոսքս, բայց ինքը խաղարկում է դա անենց, որ ոչ մի իմացող չի կարա տենց խաղարկի, հավատացնում եմ։ Դա պետքա ներսումը տնի, այդ լեզվամտածողությունը պետքա քեզ վեր բարձրացնի, որ դու այդ էպիկական հանճարը կարողանաս դրսևորել իլուր քո ժողովրդի։ Միշտ այս քարյակն է գալիս, որ տենց վիբրացիաներից եմ խոսում։ Ասում եմ հոգի ստանը հաստատվել, տիեզերքն է ողջ պատել։ Տիեզերքի տերն եմ ես։ Ով է արդյոք նկատել։ Հələ տեսեք ինչ պարզ է ու ինչ հանճար է։ Հա, դա բայց ուրիշ բան էլ ունի, չէ՞, որ ասում է Աստծո բանտն են տաճարները աշխարհներում բովանդակ։ Իբր այնտեղ է ապրում Տերը պաշտողների փակի տակ։ Ավաղ իրավ նա ժպտում է ամենուրեք ամենքին, բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդուս խելքին ու գործին։ Զգում ես, որ մրցակցայնության դաշտում դու քեզ միշտ կարաս ամենաուժեղը զգաս, որտեղ կանգնած ես հսկաների ուսերին, կանգնած ես այն ռահվիրաների ուսերին, որոնք քրիստոնեությունը բացատրել են այնպես, որ ոչ մեկը չի կարա բացատրի, նարեկացուն պետքա ճանաչեն տիեզերական վարդապետ, որպեսզի իրանք քրիստոնեության մեջ չխորտակվեն հանգարց գոյություն ունեցող հազար ու մի տատանումների հետևանքով։ Եթե մենք մեծն հայ ժողովուրդ ենք, ես այդպես եմ համարում, որտեղ դու ունես քո հետևին կանգնած այդ ռահվիրաների բազմությունը, չի էլ տատանվում, ո՞վ կարա Անանյա Շիրակացի վերանայի, ոչ մեկն էլ ի վիճակի չի այսօրվա, այն անգամ Մերգելյանին մոտեցել էին, ասել էին, չէ, բայց դուք ձեր ժողովրդի առաջին մեծ մաթեմատիկոսն եք, բա դուք ինձ շփոթում եք Անանյա Շիրակացի։ Ռուսական մշակութային շերտը մեզ սնուցել է, թե ոչ։ Ճիշտ է խոսանք, որովհետև Թումանյանի թարգմանությունները Լերմոնտովի երրորդ հատորի ըստ էության ձևավորել են այդ էպիկական հանճարը, որից մենք հենց նոր խոսեցինք։ Ճիշտ է, նա շատ բարձր է, որ մենք ասենք որևէ մեկից ինչ-որ բան վերցրել է, չէ, բայց այդ հղկվելը հանճարի տեղի է ունեցել
Լերմոնտովի երկու պատն էլ հայ են եղել, հասկացանք։ Այդ այն ամենը ինչը նա գրել է որպես մեծ են Լերմոնտով, Թումանյանի համար եղել է ահավոր հարազատ։ Դրա համար երբ որ նա թարգմանում է, դու զարմանում ես, խառնում ես, որն է բնագիրը։ Այո։ Բնագիրը ռուսերենն է, թե բնագիրը հայերենն է, որովհետև նույնիսկ դինամիկ պատկերները այնպիսի թարգմանության է ենթարկած, որ դրանից եկող մարդկային երևակայությունը իզորու չի անցնել։